Ուշադրություն, բարի երեկո արգելի հեռուստադիտողներ, առաջինի լրատվական ալիքի եթերում իրադարձություններ, այ հիմա արդեն կա հանդիպան մեկնարկը եւ մեր թիմը սկսեց խաղը դաշտի կենտրոնից Սենդրի Ավագյանը խաղում է ստանդարտ, ինչպես է մրցակիցն իրացնում, փոխանցում է հետև գնային հրապարակ Կովալենկոն առաջին հասավ գնդակին եւ հետո արդեն փոխանցում առ դեպի Պիկիսը, Պիկիս մտավ գնային հրապարակ, Պիկիս եւ անկյունային պետք է որ լինի Ոչ, արվա դարձավ Փյունիկ Այստեղ խաղից դուրս վիճակ միգուցե եւ կար Պիկիս եւ Կարմիր պետք է լինի, եթե խաղից դուրս վիճակ չկար Մաֆումբի ու Կարմիր, այո Քրիստոֆեր Մաֆումբին հեռացվում է խաղադաշտից Ինչ լավ աշխատեց Պիկիսը եւ Մաթեոս Սիլվան նախորդ խաղում Պայստայինների Ստարանին էր թիմի նորեկներից մեկը եւ կա Սուլիչը Արված եւ հետ բղեց պատը եւս մեկ վտանգավոր բա Կովալենկո հարվածել է պետ Կովալենկո Լավ հնարավոր Ալմեյդա հալա փոխանցում է Արությունյան պտտվեց Այ հիմա կա հարվածը եւ Դարձյալ Դաշյան Կուլիկով Մտավ Տուգանային հրապարակ եւ հարվածեց Դանի Կուլիկովը, բայց խնդիր ունի Կարլեն Հովանիսյան խղվեց եւ հարվածեց, բայց հարվածը դիպուկ չէ։ Փոխանցում ձախ, ոնգողջ երկայնքն օգտագործեցին Գրոելիս։ Դունիկի խաղացողները Կայնուր Գյոս հարված եւ փակում են հարվածի ճանապարհը, իսկ սա բնականաբար հարված չէ։ Դոդո Արսաշլոկը փորձում է համարձակ խաղալ եւ Անդրի Ավագյան Հացնել շատ ուժեղ Լավ էր մտածված Իրանի Կուլիկով Խանցում դեպի Արությունյանը Հարվածում է Արությունյանը եւ Կուլիկով Վտանգավոր է եւ հաշիվը բացել չի ստացվում Շիմկուս Արված եւ ժեղչեր այդ արված Բացի մրցավարը դեռ չի նայում ժամացույցին նայեց առանց նայելու սուլես նույնիսկ կարելի ասել Վերջ ավարտված առաջին խաղակեսը խաղում 0-0 դիմակայությունում 3-0 1-1 հաշվով ավարտվեց հիմնական ժամանակը կա երկրորդ խաղակեսի մեկնարկ եւ այնտեղ հետխաղյա հարվածաշարի արդեն կազմերին այստեղ փոխանցում է Տուգանայի հրապարակ Դաշյանը Բարձր հարված համար 5 և Ուեդեր Սիլվա համար 3 կիսապաշտպանությունում համար Ուլիսես Արիաս համար 33 Նոմանտա Շիմկուս համար հարվածել է տևում շատ վտանգավոր է և կար խաղից դուրս վիճակ ասում է մրցավարը Գրիֆիթ շատ լավ է աշխատում Գրիֆիթը փոխանցում Գրիֆիթը խաղացել է հոլանդական Ազատ Ալքմարի երիտասարդական թիմում ու նորից վտանգավոր ակագրով Միանան ներվում է առաջ ձախից միացում ունի Մարսաշտոկը ուշադիր է պետք լինել եւ հարվածում Միանան ու Անդրի Ավագյան Արված դարպասը խաղում է քանակական առավելությամբ Կովալենկո եւ Շեղարված տեսնենք թե ինչպես կաշխատի Այս իրավիճակում արդեն Երևանյան թիմը լավ փոխանցում էր, լավ էր տեսել Մալաքյան, փափուկ փոխանցում Արված, բայց Սաֆյանի արվածը Երկրպագուները արդեն վանկարկում են գոլ են կուզում Դաշյան Ուերթական Շեղարված Ցից փոխանցում Չկա եզրափակում, այ հիմա արված կա Հիմա այդ ինվորմացիան ճշտ է Մալաքյան կրնկով փորձեց խաղալ Հովանիսյան խլեց գնդակը լավ փոխանցում է Յասան է 11 մետրանոց Զուգերը բանալաշ կրտել հավասարեցնում է աշիվը Այ քեզ վարկյաններ Այ քեզ ֆենոմենալ իրավիճակ 121-րդ րոպեին անդրադարձով Ալաշ Հարված ու գոլ Բացվում է մեզ մոտ հանդիպան աշիվը և Փյունիկը այս խաղում եւս
իր բարձր կարգն ապացուցում է։ Սա գոլ էր, որին կարելի է ասել երկար էինք սպասել։ Ինչ ամենակարևոր գործոնն էր սեփական երկրպագուների աչքերի առջև պետք էր այս գոլ։ Յանսանե պտտվեց, խաղաց ու չկա խախտում այստեղ, ոչ։ Մալաքյան, լավ փոխանցում է, Մեթոյան և 11 մետրանոց, չի լինի, կլինի դեղի կարդ սիմուլյացիայի համար։ Իսկ ինչու ընկնել, Սարգիս։ Կարելի է արվածել ու բարձր է ստացվում Մաֆյանի արվածքյան։ Էդգար Մալաքյան Տուգանային հրապարակում է փոխանցում և անկյունային կլինի։ Ընդամենը 2 րոպե ավելացնական ժամանակին Դաշյան շատ է արվածել վերջին փորձը այս խաղում հեռվից։ Փոխանցում աճ Աֆյան մտավ Տուգանային հրապարակ Յանսանե ինքը սկսել էր ինքն էլ որոշեց ավարտել ու վերջ ավարտված է հանդիպումը Գունիկը խաղում հաղթում է 1-0 հաշվով իսկ դիմակայությունում 4-0 հաշվով դուրս է գալիս որակավորման երկրորդ փուլ